ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։ ARTN-ի եթերում արդեն վերլուծությունների ժամանակն է հարգելի հեռուստադիտողներ եւ բնականաբար այստեղ է արդեն Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Եվ քանի որ հարգելի հեռուստադիտողներ եւ ինձ եւ Արմենին վերջին օրերին հարց են ուղղում այն մասին, թե արդյոք համապատասխանում է իրականությունը տեղեկությունները, ասեկոսեները կամ այն մասին, թե Միացյալ Նահանգները հրաժարվելու է երկքաղաքացիության իրավունք տրամադրել երկրի քաղաքացիներին, մենք գտել ենք պատասխանը, Արմենը ավելի մանրամասն այդ մասին կասի։ Այո, ինչի թեման բանալեցինք, որտեղ իրականում պարզեցինք, ես Արուսակին հարցրեցի, Արուսակը ասես գիտես ինձ էլ են հարցրել ու կարծես թե թեման տարածվում է եւ փորձենք բարձաբանել ինչ է կատարվում, ուրեմն կա այսպիսի Օհայոից, եթե չեմ սխալվում, մի սենատոր, որի անունը Բեռնի Մորենո, որը ուրեմն փորձում է օրենք սարքի, օրենսդրական նախաձեռնություն է պատրաստել, որը փորձում է դարձնել օրենք, որը կոչվում է Exclusive Citizenship Act of 2025 եւ սրանով փորձում է հետեւյալ բանը առաջ տանել, որ ովքեր որ Միացյալ Նահանգներում քաղաքացի են եւ ունեն զուգահեռաբար այլ երկրի քաղաքացիություն, պետք է կատարեն ընտրություն եւ պետք է հրաժարվեն քաղաքացիություն, այսինքն մեկ անձնագրից պետք է հրաժարվեն։ Քանի որ Միացյալ Նահանգներում մենակ հայերը չեն, այլ հիմնականում մեծականակ հիմնականներ ասեմ, այնտեղ երևի շատ-շատեր կան, բայց բոլոր ազգերին չենք թվարկելու։ Լատինական Ամերիկայի երկրների մեծ համայնքներ ասենք, այո, որ երկակի քաղաքացիություն, Հարավային Կորեայի ժողովուրդը շատերը երկակի քաղաքացիություն, Իսրայելի ժողովուրդը երկակի քաղաքացիություն ունի։ Այո, կարելի ասել ցանկացած ներկայացիա։ Եթե իհարկե չի հրաժարվել իր երկրի քաղաքացիությունից։ Այո, ես մի հետարքիր բան ասեմ ձեզ, այստեղ մի հետարքիր հանգամանք կա, որ հատկապես պետք է ուշադրություն դարձնել իսրայելական լոբբիին, այս թեման նրանց համար պարբերաբար այսպիսի քննարկում են եղել են, պարբերաբար այսպիսի մարդիկ, ընդ որում այս անգամ հանրապետական սենատորը առաջ քաշել թեման, խնդիրը ինչումն է, տեսեք, ընդ որում տեսեք, ինքը շատ այսպես ռադիկալ օրենք է ուզում մտցնել, որ եթե մեկ տարվա ընթացքում չես հրաժարվում այլ երկրի քաղաքացիությունից, ուրեմն քեզ զրկում են Միացյալ Նահանգների քաղաքացիությունից։ Բայց խնդիրը հետևյալն է, որ ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումը ասում է, որ կոնգրեսը իրավունք չունի զրկել ուրեմն որևէ ԱՄՆ քաղաքացիությունից, որովհետև դա ֆունդամենտալ իրավունք է, որ եթե մեկ անգամ տրվել է, ուրեմն չի կարող հետ վերցվել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ ամեն անգամ, ովքեր որ փորձել են այսպիսի օրենք անցկացնել կամ այսպիսի դեմագոգիայով զբաղվել, միշտ բախվել են սահմանադրական այլ խնդրին։ Հիմա հետաքրքրական մի բան կա, որ այստեղ մի նյուանս կա։ Այս անգամ Գերագույն դատարանը Թրամփի կողմնակիցների ձեռքին է պարզապես։ Եթե Թրամփը որոշեց, որ այդպիսի սահմանադրական փոփոխություն, չէ, տեսեք, ոչ թե սահմանադրական փոփոխություն, այլ Սահմանադրական դատարանը այնպես մեկնաբանի այդ օրենքը, որ իրավունք կա եւ այլն, տեսեք, հիմա գիտեք, հələ տարիֆների մասին օրենքի հետ մտահոգություն ունի, որտեղ կարող է ճանաչվել ոչ սահմանադրական։ Իդեպ, չգիտեմ, այսօր չենք հասցնի խոսել, չգիտեմ, տեղյակ եք թե չտվել եք թե չէ, Սյուզի Վայլզի իր աշխատակազմի ղեկավարը, որ Ռեյգանից սկսած աշխատել է ամենահեղինակավոր դեմքերից մեկը հանրապետականների, հարցազրույց է տվել եւ որը սկանդալային է դարձել, բայց այդ մասին երևի վաղը միսօրը խոսենք անպայման, ես էլ ամբողջ չեմ կարտացել, հատվածաբար գիտեմ, այնտեղ պայթյուն է տեղի ունեցել այսօր, ամբողջ մամուլը դա է քննարկում, քաոս է մի խոսքով Թրամփի ադմինիստրացիայում, բայց այդ մասին դուք խոսենք։ Մի խոսքով, տեսեք, հանգիստ եղեք, դա նախ ասեմ ձեզ ընդհանրապես ոչ միայն սահմանադրության հետ խնդիր ունի, այլ նաև դուք գիտեք, որ կոնգրեսմենները, սենատորները ներկայացնում են տարբեր նահանգներ, որտեղ տարբեր community-ներ կան, ասենք լատինոների եւ այլն, հայերի, այսպես շարունակա, եւ բնականաբար որ մի սենատորը կամ կոնգրեսականը դրա տակ ստորագրեց, պարզա որ ինքը մեծագույն խնդիր է ունենալու։ Դրա համար սա պոպուլյար թեմա չի ընդհանրապես, այո, այդպիսի փորձեր արվել են, սա առաջի դեպքը չի, պոպուլյար չի այդ հարցը դեռ, բայց գիտեք ինչ, տեսեք, մեծ հավասարությամբ սա ուղղակի որպես ուղեցույց, հա, տեսեք, սա ճիշտ բանն է ու յուրաքանչյուրս պետք է մտածենք այդ մասին, որովհետև երբ որ մենք Միացյալ Նահանգների երթումը տալիս ենք citizenship-ի, այնտեղ շատ հստակ գրված է, որ դու արդեն երթումով հրաժարվում ես
բոլոր այլ երկրների հետ որևէ տեսակի հարաբերություն ունենալու, այսինքն պարտականություններ։ Չէ, քաղաքացիությունը չի, բայց կոպիտ ասած, Միացյալ Նահանգները հստակ դեկլարացիա, այսինքն citizen-ը, եթե քաղաքացիությունը ընդունելուց, դու արդեն պարտավորվում ես, որ քո բոլոր քաղաքացու պարտավորությունները պետք է կապված լինի բացառապես եւ բացառապես Միացյալ Նահանգների հետ։ Ոչ մի այլ երկրի հետ պետք է կապված չլինի։ Ընդ որում, կոպիտ ասած, եթե այլ երկրի համար ինչ որ այնպիսի պարտականություն կա, ինչ որ այնպիսի բան անես, որը հակասում է Միացյալ Նահանգների շահերին, ինքն քեզ հանգիստ այդ դեպքում կարող են եւ չվախեցնենք մեր հերոստատիտողներին։ Նկատի ունեմ խնդիրը հետեւյալն է, որ միևնույնն է արդեն երբ որ դու երթումը տալիս ես, դու արդեն դրա տրամաբանության մեջ ես, որ դու այլ երկրի քաղաքացի չես, էլի։ Դրա համար յուրաքանչյուրը կարող է իր համար դիտարկել։ Հրատապություն չկա, ես խիստ կասկածում եմ, որ դա անգամ կոմիտեն կանցնի հատուկ հանձնաժողովները, այսինքն պետք է քննարկեն, կոմիտեն անցնի, նոր գնա։ Ես ինչու եմ այսքան հանգիստ, որովհետև ինքս էլ հարցում արեցի պաշտոնական կայքերում եւ պաշտոնական պատասխան եկավ եւ առաջին բառը ոչ էր, ոչ այդպիսի բան չկա։ Պարզապես Մորենոն այսպիսի բան է նախ ինքը իրավունք ունի որպես սենատոր։ Չէ, այսպիսի բան կա այնքանով, որ ինքը հիմա փորձում է դա առաջ տանի, բայց անգամ դեռ կոմիտե էլ չի մտել։ Ու նորից եմ ասում, կրկնում եմ, եթե նայում ես արգելքները եւ այլն, եւ ընդհանրապես տրամաբանությունը, հատկապես հաշվի առնելով, որ այսօր ես ասեցի, չէ, Supreme Court-ի հետ կապված, բայց չմոռանանք, որ այսօր Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները շատ սերտ են եւ ես խիստ կասկածում եմ, որ Թրամփը այդպիսի որոշման հավանություն կտա։ Այո, Քուշներ կա, բանկամի խոսքով եկեք չխորանանք։ Դա համար սա պոպուլյար բան չի եւ մեծ հավանականությամբ այդպիսի բան լինել այս պահին չի կարող, դա տասնամյակներ հետո գուցե, բայց այս պահին այնքան էր ուսումնասիրվել հարցը, որ այդ ինձ ուղղված պատասխանում նաեւ ասվում էր, որ չեմ հիշում թիվը ուղղակի շատ մեծ ամասնությունը Միացյալ Նահանգների բնակչության դեմ է դրան։ Այո, պոպուլյար չի, պոպուլյար օրակարգ չի, այո։ Գնանք գովազդային դադարի։ Նոր առաջարկներ դվի ընկերությունից, լազերային մազահեռացում արագ, առանց ցավի, անվտանգ եւ արդյունավետ։ Ճառագայթը թիրախավորում է միայն մազարմատը, չվնասելով մաշկը։ Կանխում է մազերի ներաճը, հեռացնում է եւ կոշտ ու մուգ եւ սպիտակ մազերն ու բարակ աղվամազը բարելավում է մաշկի որակը։ Դեմքի խնամքի նոր սարքեր, facial եւ IPL, մաշկի երիտասարդացում, հիպերպիգմենտացիայի բուժում, անոթային վնասվածքների կրճատում, պզուկների մաքրում, արևի վնասի վերականգնում, դեկոլտեի երիտասարդացում, նոր ու գերժամանակակից սարքեր միայն դվիում։ Վերլուծություններն են շարունակվում եւ այժմ անդրադառնանք փաստին, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականը միջազգային հարաբերությունների գծով Ալի Ակբար Վիլայեթին մեր դեսպանին, Հայաստանի Հանրապետության դեսպանին է հյուրընկալել եւ այդ զրույցի ընթացքում հայտարարել է, որ իրենք դժգոհ են, ես շատ համառոտ եմ ասում, տվել ենք այս նյութը, դժգոհ են Թրամփի ուղու ծրագրի հետ կապված դժգոհություններ ունեն։ Չեն ընդունում Թրամփի ուղին։ Նա ավելի վատ բան ասեց, որ Զանգեզուրի միջանցքն ու Թրամփի ուղին նույն բանն է։ Նույն բանն են, իսկ մենք չէինք ընդունում Զանգեզուրի միջանցքը, որը բացարձակ սուտ է, բայց իրենք պատահական չեն ասում դա։ Հիմա տեսեք ինչա տեղի ունենում։ Դուք նկատեք ինչ շեշտադրում արեց Ալի Ակբար Վելայեթին, ասաց, որ Թրամփի ուղին անվտանգային խնդիրներ է ստեղծում Իրանի հյուսիսի եւ Ռուսաստանի հարավի համար։ Սա պայմանավորված է։ Այսինքն, տեսեք, ընդ որում մինչև այդ իրանց այդ իրանց մոտ իբր թե մի քիչ լիբերալ թեֆտա, մի քիչ կոնսերվատիվ, բայց սա նույն աղբն են մեծ հաշվով։ Նկատեք, որ ոչ Փեզեշքյանը, ոչ իրենց արտգործնախարարը այսքան կոպիտ չեն արտահայտվել։ Հիմա ինքը կանչեց եւ կոնկրետ ասեց, ընդ որում Հայաստանի կողմից հայտարարության մեջ այդ մասը խուսափված էր, ներկայացված չէր։ Չէ, դեսպանատան հայտարարության մեջ Իրանում Հայաստանի չկար այդպիսի բան, այդ մասը հանած էր։ Գրած էր ընդհանուր հարցեր են քննարկի։ Հիմա տեսեք ինչա կատարվում։ Ուրեմն բոլորը սկսել են պրետենզիաներ ներկայացնել ու բարդ խոսել։ Սա ես շատ պատկերացնում եմ ինչա կատարվում, աշխարհակաղակական իրավիճակը բավականին բարդ է եւ Հայաստանը փոքր երկիր է եւ եթե դու սկսես փորձել բոլորի հետ համարժեք հարաբերություններ կառուցել, բոլորը սկսելու են քեզ պայմաններ ներկայացնել։ Եվ հիմա տեղի ունենում հետևյալը, որ Իրանը բարձրաձայն ասելով նրանք դիվանագետներ են, ընդ որում ասեմ ձեզ, իրանական դիվանագիտությունը մի շատ զգուշ է։ Եթե նրանք արդեն կանչում են ու այսպիսի պահանջ են ներկայացնում, սա արդեն կարելի է ընկալել որպես սպառնալիք։ Իհարկե, մենք նաև շուտվանից եմ ասում, Իսրայելի հարվածներից հետո Իրանը այն վիճակում չի, որ որևէ մեկին սպառնա մեր մեջ ասած, եւ նաեւ ոչ էլ այդ միջազգային իրավիճակում է։ Հենց հիմա
Թրամփը Իսրայելի հետ ոչնչացնում է Իրանի ազդեցության մնացորդները մերձավոր արևելք, միջին արևելքում կամ նույն մերձավոր արևելքում, ում ոնց հարմար է, եւ տեսեք ինչա կատարվում։ Ես նաեւ կասկած ունեմ, որ սա նաեւ Ռուսաստանի սադրանքով է։ Վերջերս անդադ հանդիպումներ են ստանում, նախագահը գնաց, հետո արտգործնախարարը գնաց, հետո նորից արտգործնախարարը։ Այսքան բացատրելուց հետո տեսեք Ռուսաստանի սադրանքով է նաեւ, որովհետեւ ասեմ ինչու։ Երբ որ պետության նման ներկայացիչը այսպիսի հայտարարություն է անում եւ ուրիշ երկրի շահից է խոսում, այսինքն Իրանի հյուսիսից դու ով ես որ Ռուսաստանից ես խոսում։ Ռուսաստանը քեզ թույլտվություն տվել է որ դու ասում ես Ռուսաստանի հարավին։ Պատերազմի մասն է, այո, այսինքն տեսեք, եթե նա այդքան վստահ ասում է որ նաև Ռուսաստանի հարավին է սպառնում, նշանակում է որ Ռուսաստանը տվել է Իրան այդ թույլ։ Գիտեք, ես վերջերս Շոյգուն էր գնացել, գնում գալի խոսում են իրար հետ այսպեսի։ Այսինքն արդեն սկսվեցին պրետենզիաները։ Հենց դրա համար է ես առաջարկում, որ Հայաստանը պետքա կողմնորոշվի եւ հստակ վեկտոր ընդունի։ Ասի բոլորիդ հետ լավ հարաբերություններ են, բոլորիդ հետ Իրանի հետ ոչ մի խնդրեմ չունեմ։ Առավելևս որ Ամերիկայի դեսպանը ասեց Իրանի ճանապարհի հետ ոչ մի խնդիր չկա։ Թրամփի ուղին դրա հետ կապ չունի։ Մերոնք էլ պատասխանեցին։ Հա, բայց Ամերիկանն էլ գործնախարարությունը չէ, բայց եկեք ընդունենք, որ Ամերիկանն էլ հայտարարեց օֆիցիալ, որ մենք այդ ճանապարհի հետ խնդիր չունենք, հա, այդ շատ կարևոր հայտարարություն է։ Հետևաբար նշանակում է, որ իրանք էլ շատ լավ գիտեն, որ խնդիր չկա։ Ավելին ասեմ, ես վերջերս բանակցություններ էր գրում ԱՄՆ Իրանի հետ, եւ ՆԱՏՕ-ն Հայաստանի հյուսիսում եւ այլ այսպես շարունակ, հա, ինչ որ հայականներեք Իրանի հյուսիսում այսպես հայտարարություններ, այդ որ թուրքերը եկան մտան մոնիթորինգային կենտրոն էին դրել, ՆԱՏՕ-ն չէր։ Հասկացաք, ՆԱՏՕ-ն չէր դա, բայց հիմա ՆԱՏՕ-ն է, տեսեք եւ այսպես շարունակ։ Նույնն էլ ռուսները, տեսեք, միաժամանակ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտի ինչ որ մի հատ տուզիկ կալուգին հայտարարություն է անում, որ տեսեք, Trump trip-ը առանց մեզ չի լինի, մենք պետք է մասնակցենք այդ trip-ին, հատկապես որ մոռացել եք, որ երկաթգիծը մերն է։ Երկաթգիծը իրանցն է, բայց ոչ այդ հատվածը, այդ հատվածում երկաթգիծ չկա։ Այսինքն դու կարաս ունենաս, օրինակ, անկախ երկիրից, դու կարաս 15 ընկերության 10 տարբեր կտորներ երկաթգծի, եթե ով կառուցում է դա իրան, դու կարաս առանձին այդ հատվածը մեկ այլ, ասենք ֆրանսիական ընկերության տնի ասես, այս հատվածը քոնն է։ Կառուցի, կառավարի եւ այսպես շարունակ, բայց սրանք արդեն տեսեք ինչ են ասում։ Չմոռանաք, որ այդ երկաթգիծը մերն է, մենք այդտեղ արդեն փայ ունենք, հա։ Եվ սա ամբողջ process է գնում, սկսվել է process տապալելու trip-ը, որտեղ մենք հասկանում ենք, եթե Ռուսաստանը մտավ trip-ի մեջ, բրծավ։ Հասկանում եք, այդ trip-ը իր նշանակությամբ դառնալու է սարսափելի մի բան, այսինքն որպես այդպիսին իր աշխարհաքաղաքական նշանակությանը չի ծառայելու, որտեղ ԱՄՆ-ն դա այլ նպատակի համար է ուզում։ Ռուսաստանը մտավ դրա մեջ փչացնելու է ամեն ինչ եւ այնպես է անելու ժամանակի ընթացքում, որ ԱՄՆ-ն հեռանա, բարձա չէ, որ ռուսների քաղաքականությունը այսպես շարունակ։ Այսինքն ինչա տեղի ունենում։ Արդեն սկսվեցին, այո, եւ բայց մի հետաքրքիր հանգամանք եմ ուզում շեշտել, ուշադրություն դարձրեք, ոչ մեկ չի լռում։ Եվ բոլորը արդեն Հայաստանից պահանջում են դեպի իրենց կողմը գնալ, այսինքն ասում են, չէ, դու մեր հետ պետք է լինես։ Կայա Կալասը, երբ որ ասում է, որ Հայաստանը եկել է Ռուսաստանից բողոքումը, դա պատահականություն, որտեղ եթե մենք Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը։ Այո, Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը, դուք հասկանում եք, որ տեսեք, մեր պաշտոնյաներին ինչ են ասում, Ռուբինյանն ասում է, ես չգիտեմ, Կայա Կալասը տենց բան Ռուսաստանի անուն տվել է, թե չէ։ Եղոյան Արմանը ասում է, մենք չենք ուզում կրակի վրա յուղ լցնել, հա։ Միրզոյանը նույն հանդիպման ժամանակ խուսափում է ընդհանրապես այդ թեման շատ շոշափելուց ու ասում ընդհանուր քննարկել ենք զարգացումներ, նաև հիբրիդային եւ այլն այսպես շարունակ եւ Ռուսաստանի։ Բայց ասվեց Ռուբինյանը կարծեմ ասաց, որ չկա այդպիսի քննարկում ընդհանրապես։ Չէ, դա թրիփի հետ կապված, Կալուգինի հետ կապված ասեց, այ Կալուգինի հետ կապված ասեց, բայց կոնկրետ այս իրավիճակում ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձնել։ Տեսեք, երբ որ բոլորը սկսել են, տեսեք, Հայաստանին շատ ավելի ձեռնտու կլներ, որպեսզի այս Կայա Կալասը այդքան սուրճ արձագանքի։ Ուրեմն մի անգամ ասեց, երբ որ ընդունեց հյուրին, մի անգամ ասեց Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, մի անգամ է Ռուսաստանի անունը տվեց, երբ որ արդեն երեկոյան ամփոփում են իրանք ծրագիրը, իր օգնականի հետ դուրս է գալի, հարցերը տալի, պատասխանում է։ 3 անգամ, ես գիտեի 2-ը 3 անգամ շեշտեց այդ որ հայերը եկել են ռուսներից բողոքվելու, մեզանից օգնություն են խնդրում եւ այսպես ընտրությունների ժամանակ։ Այո, բայց տեսեք ինչ է տեղում, հայերը ասում են մենք չենք ուզում այդ անունը տալ, որտեվ կրակի վրա յուղ են լցնում։ Եղոյանը ասում է, որ մենք չենք ուզում Ռուսաստանին կոնկրետ անուն տալ, 1000 հատ վտանգ կա հիբրիդային, չեք մենակ Ռուսաստանից պատկերացնում, մենք չենք ուզում կրակի վրա յուղ լցնել։ Բայց Կայա Կալասը կրակի վրա յուղ է լցնում, ասածս էսա։ Ինչի՞ է դա սա կապված, տեսեք, Իրանը չի լրում, Ռուսաստանը պահանջ է ներկայացնում, այսինքն բալանսավորման քաղաքականությունը բերում է նրան, որ բոլորը արդեն սկսում են ասել, չէ, դու մեր կողմը պիտի ընտրես, չէ, դու մեր կողմը պիտի ընտրես, չէ, դու մեր կողմը պիտի ընտրես։ Մենք էլ կընտրենք այն կողմը, որը մեզ հարմար է։ Մենք այստեղ ես այստեղ փաստում եմ իրավիճակը, մնացածը արդեն
Այո, մնացածը երևա վաղնել իրեն։ Ես փաստում ինչա կատարվում, զարգանում են շատ արագ իրադարձությունները, այնպես որ հետևեք մեր եթերին հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք արդեն վաղը, ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։